Liga. Բարի երեկո, հարգելի ֆուտբոլասերներ, նորից ողջունում եմ ձեզ Փյունիկի անվան մարզադաշտից։ Այսօր հետևելու ենք Ռուսաստան-Իսպանիա երրորդ տուրի հանդիպմանը։ Եվ ես այժմ կներկայացնեմ արագորեն մեկնարկային կազմերը եւ կխոսեմ նախորդ տուրերում գրանցված արդյունքներից։ Եվ այսպես Ռուսաստանի մեկնարկային կազմը Կայան, դարպասապահ, հարձակվող Արնոլևս, պաշտպան Զախարյան, հարձակվող Կարապետյան, պաշտպան Խաչատրյան, ձախ հարձակվող Բեկլարյան, կենտրոնական պաշտպան Արամ Արաքելյան, հարձակվող Նարեկ Տոնոյան, կենտրոնական կիսապաշտպան Սարգսյան, կենտրոնական կիսապաշտպան Խաչատրյան, ձախ պաշտպան Հովակիմյան, աջ պաշտպան Հովանիսյան, ներողություն, աջ պաշտպան Մարտիրոսյան, կենտրոնական կիսապաշտպան Խալացյան, հարձակվող Ղարիբյան, կիսապաշտպան Սմբատյան և Իսպանիայի մեկնարկային կազմը։ Եվ այսպես դարպասապահ Ծատուրյան, համար 2 Հարութ Գրիգորյան, համար 3 Հովակիմյան, համար 4 Աբկարյան, կենտրոնական պաշտպան Հարություն Սիմոնյան, համար 3 կենտրոնական կիսապաշտպան Արման Մացակյան, ձախ հարձակվող Արման Դադյան, համար 7 կենտրոնական կիսապաշտպան Վահե Վարդանյան, հարձակվող Զմբատ Աբովյան, կենտրոնական կիսապաշտպան Սարգիս Մուրադյան, համար 10 հարձակվող Էրիկ Պողոսյան, համար 14 Էրիկ Շուխյան, աջ հարձակվող Ռուբեն Սահակյան, աջ հարձակվող Ռաֆա Անդրանիկյան, համար 17 աջ պաշտպան Բենո Խաչատրյան, ձախ պաշտպան Վազգեն Վարդանյան, աջ հարձակվող Տիգրան Իսրայելյան, ձախ պաշտպան Արամայիս Ավետիսյան, աջ պաշտպան Վարուժան Էլոյան և դարպասապահ Կուզմակով Անդրեյ։ Մեզ մոտ մեկնարկած է հանդիպումը, գնդակով են իսպանացիները, Պողոսյանն է ստանում գնդակը։ Նախորդ տուրերի արդյունքների մասին խոսեմ, ինչպես և խոստացել էի։ Ռուսաստանի հավաքականը 2-0 հաշվով նախորդ տուրում հաղթանակ է գրանցել Ճապոնիայի հավաքականի նկատմամբ, իսկ Իսպանիայի հավաքականը նախորդ տուրում 3-2 հաշվով գերկամային հաղթանակ է տարել Մեքսիկայի նկատմամբ, պարտվելով 2-0 հաշվով։ Իսպանիան այս պայդրությամբ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը 6 միավորով, իսկ Ռուսաստանը հանգրվանել է 6-րդ հորիզոնականում, ունի 4 միավոր։ Անդրանիկյանն է ստանում գնդակը։ Անդրանիկյան Ախիազրով փորձում է շարժվել առաջ, Անդրանիկյանը փոխանցում է Մուրադյանին, Մուրադյանը կրնկով թողնում էր Անդրանիկյանին, չստացվեց այդ փոխանցումը, բայց գնդակով են մնում իսպանացիները, հարված և Կայանն է փրկում։ Ըստ Տուգանեին է նշանակել մրցավարը։ Այո, Իսպանիան գրոհելիս խախտել էր խաղի կանոնները։ Հարկեցին գնդակը։ Ռուսաստանի ֆուտբոլիստները այժմ գնդակով են իսպանացիները։ Փոխանցում Մուրադյանի ուղղությամբ չստացվեց փոխանցումը, բայց կարող էր այստեղ վտանգավոր ստացվել։ Հարկում են գնդակը։ Ռուսաստանի ֆուտբոլիստները։ Փոխանցում Տուգանային հրապարակ։ Հարկում են գնդակը։
Ռուսաստանի ֆուտբոլիստները համար 22 Ցույց է տալիս որ կար կանոնների խախտում, բայց կարելի է շարունակել, բայց ոչ, սուլում է ամեն դեպքում մրցավար է Իսպանիայի ֆուտբոլիստերն են խախտել խաղի կանոնները։ Սուլում է մրցավարը, կարելի է հարվածել, հարված և Եթե գնդակը չի հայտնվել դարպասում Ամեն դեպքում կարծես թե գնդակը հայտնվել է ցանցում և ինչպիսի ֆանտաստիկ գոլի հեղինակ են դառնում Բայց ոչ չի հայտնվել դարպասում գնդակը Ֆուտբոլասերներից մի պահ թվաց որ գնդակը դարպասաձողից Հայտնվեց ցանցում, այլապես ֆանտաստիկ գոլի հեղինակ կարող էր դառնալ Ռուսաստանի 22-րդ համարը։ Գրավում են այստեղ իսպանացիները, բայց կորցրեցին գնդակը համար 22-ը Ռուսաստանի կազմում գերազանց է գործել։ Այստեղ Շարունակվում է մեզ մոտ հանդիպումը Ռուսաստանի ֆուտբոլիստերն են գնդակով Հարված հեռվից և դարպասապա վերցնում է գնդակը Իսպանացիներն են գնդակով Հանցում կենտրոնական հարձակվողին Առաջ տեղափոխություն ձախ եզր Անդրանիկյան Փոխանցում և անկյունային կլինի փրկում են Ռուսաստանի պաշտպանները Հարկված է գնդակը, Պողոսյան հարված և գնդակը հայտնվում է ցանցում Անդրանիկյանն է դառնում գոլի հեղինակ Պողոսյանի փոխանցումից հետո Իսպանիան գերազանց գործեց այս դրվագում և 1-0 հաշիվը բացված է Կրկին անկյունային օգնության հասավ այստեղ Իսպանիայի հավաքականի 3-րդ խաղում անունդ մեջ Հանդիպման 5-րդ րոպեին Իսպանիայի հավաքականը բացում է հանդիպման հաշիվը Հարկում են գնդակը Ռուսաստանի ֆուտբոլիստերը համար 13 Հովանիսյան Գնդականացնում է իսպանացիներին Նովակիմյանը թողնում է խաղընկերոջը Մուրադյան
Փոփոխություններ են կարծես տեղի ունեցել, այո։ Հովակիմյան Տանգա որ կարող է ստացվել, խլում են գնդակի իսպանացիները, բայց փոխանցման ժամանակ Պողոսյան այստեղ սխալվեց։ Հովանիսյան փոխանցում Տուգանային հրապարակ Հովակիմյանը փակեց փոխանցումը Մուրադյան կորցրեց գնդակը Մուրադյանը մտնում է պայքարի մեջ եւ վերադարձնում է գնդակը եւ չի սուլել մրցավարը Եզրային նետում Փոփոխություններ են տեղի ունենում Ռուսաստանի կազմում հարկված է եզրային նետումը Ուժեղ փոխանցում առաջ հեռացված է գնդակը Գրոհում են Ռուսաստանի ֆուտբոլիստները եւ այստեղ գերազանց է պայքարում Իսպանիայի պաշտպանը եւ հարված դարպասից կլինի Հարկեցին գնդակը Իսպանացիները Հովակիմյան Ոնը խաղանկերոջը գերազանց խաղարկեցին իսպանացիները մոտենում են Տուգանային հրապարակին հարված եւ Իսպանիան կրկնապատկվում է հաշվի առավելությունը 2-0 Իսպանիան առաջին իսկ րոպեներին ցույց է տալիս Իր տրամադրվածությունը այս հանդիպման շրջանակներում Սկսված է հանդիպումը Եզրային նետումը խաղարկված է Գրոհում են իսպանացիները Դադյանն է մտել նաև խաղադաշտ, պետք է նշեմ նաև Սահակյանն է մտել խաղադաշտ, հակագրոհում են այստեղ Մորիստերը և կահուների խախտում է արձանագրում մրցավարը Տուգանային Հովակիմյանն է խախտել խաղի կանոնները Կարելի է իրացնել այս հարվածը, հարված փակում են պատը, այս հարվածի ճանապարհը Պողոսյանն է այժմ հասնում գնդակին։ Պողոսյան, տեղափոխություն Դադյանի ուղղությամբ առաջինը Քահայանը կլինի։ Սերժո մի գա այդքա։ Յավել են, գե։ Իմաց չունե իրար։ Կարաս, դու ինքդ կարաս։ Դադյան խաղարկում է Պողոսյանի հետ խլեցին գնդակը։ Ռուսաստանի ֆուտբոլիստները Անդրանիկյան թողնում է Պողոսյանին։ Տեղափոխություն Մուրադյանի ուղղությամբ։ Մուրադյան հարված եւ Քահայանն է փրկում։
Պողոսյանը կիրացնի այս անկյունայինը։ Դրա հետևը կանգնի։ Բարձրից փոխանցում և Քայանը հեռացնում է գնդակը։ Պետք է հարված և փակված է, հարվածի ճանապարհը Ռուսաստանը նետվում է վտանգավոր հակագրոհին։ Դուրս են գալիս մենակ հարված կրկում է այստեղ Իսպանիայի հավաքականի դարպասապահը։ Իսպանիային։ Երազանց գործեց այստեղ։ Տրեյներ։ Կուզմակովը աղարկում են։ Ռուսաստանի ֆուտբոլիստները գնդակը հեռացնում են իսպանացիները հարված և շեղը հարված է Ռուսաստանի 22-րդ համարի։ Արկեցին իսպանացիները։ Ուժեղ փոխանցում առաջ Պողոսյանն է հայցնում գնդակին։ Այս պաշտպանում են գրագետ Ռուսաստանի ֆուտբոլիստները։ Սահակյան։ Պողոսյան։ Պողոսյան։ Գնդակը դուրս է թողնում Պողոսյանը դաշտի սահմաններից։ Եզրային նետում։ Արկում են գնդակը Ռուսաստանի ֆուտբոլիստները տեղափոխություն ձախ եզր։ Փորձում են այստեղ խլել գնդակը Դալյանը։ Գնդակը մնաց Ռուսաստանի ֆուտբոլիստերի մոտ։ Կրկին ձախ եզրով են փորձում գրող ձեռնարկել փոխանցում կենտրոն հեռացնում է Դադյանը եզրային նետում։ Փոխանցում Անդրանիկյանը փոխեց գնդակը Հովակիմյանը երկրորդ հարկում հաղթեց, բայց գնդակը անցավ կրկին Ռուսաստանի։ Վտանգավոր փոխանցում էր և Կուզմակովը առաջինն է գնդակին։ Մուրադյան։ Մուրադյանը շարժվում է առաջ։ Հարվածում է Մուրադյանը և մի փոքր բարձր է ընթանում հարվածը։ Գայանը իրացնի ազատ հարված։ Վտանգավոր են այսօր Իսպանիայի գրողները։ Արկում են գնդակը։ Ռուսաստանի ֆուտբոլիստները այստեղ անհաջող էր, այս փոխանցումը եզրային նետում է վաստակում Իսպանիան, Անդրանիկյանն է գնում եզրից, նետելու։ Արկեց գնդակը Հովակիմյանի հետ, Հովակիմյան ուժեղ փոխանցում առաջ, Դադյանը ընդունում է գնդակը։ Սահակյան, տանում է Հովակիմյանին։ Սահակյան։ Այստեղ Սահակյանը փորձեց գնդակը պայլիթի մոտ չստացվեց, Ռուսաստանն է հակագրոհում և գերազանց պաշտպանվեցին այստեղ իսպանացիները, Մուրադյանը աջ եզրում ստանում է գնդակը, Ռաբոնայի ոճով փոխանցում Անդրանիկյանի ուղղությամբ մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը։ Հարված դարպասից կտեսնենք, Հայանը կիրացնի։ Փոխացում կենտրոն։ Աղայք ուշադի։ Մի կսվի դուրու։ Մուրադյանը խաղթեց, խաղի կանոնն է, Տուգանային։ Հետևով, հետևից մայով։
Թողա։ Իրան հետևից, սարին հետևից։ Սուլում ամրցավարը, կալի էր ասել այս տուգանայինը, խաղարկեցին, Թողա։ տեղափոխություն ձախի եզար։ Անդրանիկյանին շրջանցեց Ռուսաստանի ֆուտբոլիստը փոխանցում վտանգավոր է և բոլորը վրիպեցին այստեղ։ Եվ Իսպանիան եզրային նետում է վաստակում։ Պողոսյան հաշվում է առաջ Հովակիմյանը, Պողոսյանը մտնում է կենտրոն, Անդրանիկյան, կորցրեց գնդակը, Անդրանիկյան այժմ պետք է նահանջել։ Վտանգավոր կարող է ստացվել և այստեղ պետք է հարվածել և կար կանոնների խախտում ցույց է տալիս մրցավարը և կարծես թե դեղին քարտ, այո, դեղին քարտ 15 համարին Իսպանիա, Իսահակյանն է զգուշացնում։ Վտանգավոր, շատ վտանգավոր դիրքում է վաստակում տուգանայինի հարված Ռուսաստանի հավաքականը 5 հոգուց, 4 հոգուց բաղկացած պատը կառուցում Կուզմակովը Այսնենք թե ինչով կավարտվի այս տուգանայինը հարված ցածրից հեռացված է գնդակը Փոփոխություններ են տեղի ունեցել Իսպանիայի կազմում Պողոսյանը և Սահակյանն են լքել խաղադաշտը Գնդակը կրկին դուրս է եկել եզրային գծից ևս մեկ եզրային նետում կիրացնի Ռուսաստանը Հարկեցին գնդակը Հարված հեռվից Մուրադյանն է փակում, հարվածի ճանապարհը շարունակվում է Ռուսաստանի գրոհը Տնում են տուգանային հրապարակին պետք է զգույշ գործել այստեղ և հեռացրեցին գնդակը իսպանացիները Մուրադյան Բացվում է հակադարձ եզրով Դադիյանը Շտացավ այստեղ Դադիյանը փոխանցում Հովակիմյան, Մուրադյան Մուրադյան շարժվում է իայնակ Մուրադյանը և եզրային նետում Գնդակը Իսպանիային Ոչ, գնդակը ամեն դեպքում Ռուսաստանինն է Առաքելյան Ուժեղ փոխանցում առաջ դաշտի կենտրոնում Եզանց գործես Մուրադյանը Գին Մուրադյան այստեղ խլում է Մուրադյանը գնդակը Իսպանիայի հավաքականից բայց նաև շատ արագ կորցնում են իսպանացիները Հարկում են այստեղ, վտանգավոր կարող է ստացվել, փոխանցում և փակված է, փոխանցում ճանապարհը Դադիյանն է շարժվում առաջ, Դադիյան Մուրադյանին պետք է փոխանցել, ինչ է անում այստեղ Դադիյանը, կորցրեց գնդակը, բայց Իսպանիան կարողանում է վերադարձնել իրեն գնդակը այստեղ, Անդրանիկյանն էլ մի փոքր չերիք է ծարագությունը, ինգրոմ է Ռուսաստանի ֆուտբոլիստները, Սմբատյան, պետք է հարվածել չի կարողանում հարվածի պահը գտնել Սմբատյանը Փոխանցում կենտրոն և այստեղ դուրս են բերում գնդակը իսպանացիները ևս մեկ գրող կտեսնենք Ռուսաստանի կատարմամբ հեռվից հարված շեղել հարված դարպասից կիրասնի Կուզմակովը
Արկեցին գնդակ իսպանացիները Մուրադյան։ Տեղափոխություն Դադյանի ուղղությամբ գերազանցել է տեղափոխությունը Դադյան հարված շեղը։ Գերազանց փոխանցում կատարեց Մուրադյանը։ Այքար այստեղ գնդակի համար Ռուսաստանը կորցրեց գնդակը Մուրադյանին է չի հասնում գնդակը հակագրոհել են Ռուսաստանի ֆուտբոլիստները։ Ախեզերից կարող է շատ վտանգավոր ստացվել։ Եկել է այնտեղ Մուրադյանը։ Կանգնում է ոտքի, ամեն ինչ կարգին է կարծես թե Մուրադյանի հետ։ Խլեցին այստեղ գնդակը իսպանացիները Դադյան, շարժվում առաջ պետք է փոխանցում կատարել Դադյան փոխանցում և բրիպում է այստեղ Իսպանիայի հարձակվողը։ Ինչպիսի վտանգավոր պահ ստեղծեցին իսպանացիները և ինչպիսի նուրբ փոխանցում էր կատարում Դադյանը։ Շատ մոտ էին հաջողությանը իսպանացիները։ Գրոհում են Ռուսաստանի ֆուտբոլիստները վտանգավոր կարող է ստացել փրկում է Կուզմակովը հարված և գնդակը հայտնվում է դարպասում Իսպանիայի հավաքականի այքես հետաքրքիր վերջաբան 2-1 առաջին խաղակեսի վերջաբանի մասին է խոսքը սիրելի ֆուտբոլասերներ Վերսկսված է հանդիպումը Մուրադյանը դաշտի կենտրոնից։ Իսպանիան խաղարկեց, փոփոխություն է տեղի ունեցել նաև Իսպանիայի կազմում, համար 2-ն է մտել խաղադաշտ։ Մուրադյան, անում է Անդրանիկյանին։ Այքար գնդակի համար խլում են գնդակը։ Բանացիները և վերջ ավարտված է առաջին խաղակեսը մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ 2-1 Իսպանիայի հավաքականը հաղթում է Ռուսաստանի հավաքականին։ Կհանդիպենք ընդմիջումից հետո։
Վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ, մեգա լիգայի ուղիաթերում շարունակում ենք հետևել երրորդ տուրի Իսպանիա Ռուսաստան հանդիպմանը։ Հիշեցնում եմ, որ առաջին խաղակեսից հետո Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթում է Ռուսաստանի հավաքականին։ Այստեղ պայքար գնդակի համար իսպանացիներն են տիրում գնդակին։ Պողոսյան կանոնների խախտում այստեղ Ռուսաստանի հարձակվողի կատարմամբ և կարծես թե վնասվածք է ստացել Իսպանիայի ֆուտբոլիստը։ Ամեն ինչ կարգին է, կանգնում է ոտքի կարծես թե Իսպանիայի պաշտպանը։ Մուրադյան Հովակիմյան Ախանցում կետ Մուրադյանին կենտրոն Գրկին Հովակիմյան Տեղափոխություն ձախ եզր Երազանց է գործում Իսպանիա երկրորդ համարը տեղափոխություն Անդրանիկյանի ուղղությամբ Անդրանիկյան հարված և Անդրադարձից հետո գնդակը դուրս է գալիս Ալկինային Իհարկե մենք արդեն գիտենք, թե ինչպես է իրացնում Իսպանիան իր անկյունայինները Պողոսյանն է իրացնելու Այստեղ ինչ է, մրցավարը գնում է դիտելու տեսակրկնությունը Եվ կորցնում են գնդակը Ռուսաստանի ֆուտբոլիստները Անդրանիկյանը եզրից կնետի Հարվածել է, պետք այստեղ ոչ, չկար հարված Ռուսաստանը հակագրաում է Տանգավոր փոխանցում էր և Հովակիմյանը փակում է այս փոխանցման ճանապարհը Հովակիմյան հեռվից հարված շեղ է Հարկում են գնդակը Ռուսաստանի ֆուտբոլիստները փոխանցում պաշտպաններին Գիրմուրաջանը գերազանցը խաղում խլում է գնդակը հեռվից հարված փակված է հարվածու ճանապարհը Ռեում են Ռուսաստանի ֆուտբոլիստները
Հովակիմյան, գերազանցը պաշտպանում կրկին Հովակիմյանը։ Գրոհում են իսպանացիը, Պողոսյան, փոխանցում Հովակիմյան, հարված փրկում է Քայանը։ Անկյունային։ Պողոսյանն է գնում իրացնելու անկյունայինը։ Դադիյանն է պարտրաստում դուրս գալ մարզադաշտ։ Փոխանցում բարձրից եւ Քայանն է հեռացնում եւս մեկ անկյունային կտեսնենք։ Արդեն հակադարձ եզրից։ Կրկին Պողոսյանն է կարծես գնալու իրացնելու։ Ոչ կարծես թե թողնում է Մուրադյանին, Մուրադյանը կիրացնի այս անգամ։ Ոչ ամեն դեպքում հակադարձ եզրից, կրկին Պողոսյանը։ Պողոսյան փոխանցում եւ հեռացված է գնդակը Անդրանիկյանը երկրորդ հարկում հաղթեց շրջադարձ հարված Հովակիմյանի կողմից ստացվեց հարվածը եւ հակագրովում են Ռուսաստանի ֆուտբոլիստները Գերազանց փոխանցում էր այստեղ եւ Գերազանցը այստեղ պաշտպանում Իսպանիայի ֆուտբոլիստը Հովակիմյան դաշտի կենտրոնում է ստանում գնդակը Հովակիմյանը Պողոսյան անդարեցրեց գրոհ Իսպանիան Հրացում է դիրքային գրոհի Հովակիմյան կրնկով թողնում է խաղընկերոջը Պողոսյան Եվ գնդակի կորուստ Իսպանիայի կատարմամբ Փոփոխություն, այո, Դադյանը մտնում է խաղադաշտ Ռուսաստանը փորձում է Դադյանը պրեսինգ է դիմում այլ Պողոսյանը, բայց Ռուսաստանը գերազանց փոխանցումներով անցնում է պրեսինգը, բայց այստեղ է Իսպանիայի երկրորդ համարը Հակագրովում են իսպանացիները Պողոսյան, Պողոսյանը աչքի եզրով շարժվում առաջ, թողնում է Մուրադյանին, Մուրադյան հարված եւ շեղ է ընթանում հարվածը Շատ մոտ էր այստեղ Մուրադյանը գրավելու երրորդ անգամ Ռուսաստանի դարպասը Հաղարկեցին գնդակը Ռուսաստանի ֆուտբոլիստները, կրկին գերազանց են գործում այստեղ Իսպանիայի պաշտպանները Հաղարկում են գնդակը, Տոնոյան Եվ գերազանց էր այստեղ Հովակիմյանի կատարմամբ կորցնում է գնդակը Հովակիմյանը և կանոնները խախտում Տանգավոր էր այստեղ Ռուսաստանի գրոհը Եվ կանոնները խախտեց կրկին Հովակիմյանը Senzorin asam benim nikahım indi yaptığı işleri sapetli. Fin deri onu. Asılcığı veren Չորսոքուց բաղկացած պատը կառուցել Ուզմակով է Sağ kaçın ay sağ. Հարված կպատը փակում է հարվածի ճանապարհը շարունակվում է Ռուսաստանի գրոհը Եվ այստեղ գերազանց գործեց Առաքելյանի դեմ պայքարում Հովակիմյանը
Աբգարյան թողնում է Հովակիմյանին։ Դու չտես անեն վրա, դու ֆինտանի։ Հաղթում է երկրորդ հարկում Հովակիմյանը, գնդակը ուղարկում է Պողոսյանի ուղղությամբ, Պողոսյան, Անդրանիկյան, հլում են գնդակը, ացները և եզրային նետում են վաստակում, Մուրադյան, խանցում, Պողոսյանին, Պողոսյանը, խճճվեց, Օրցրեց գնդակը և այժմ Ռուսաստանի հակագրոյին ենք հետևում, այստեղ շատ վտանգավոր կարող է ստացվել, բայց գնդակը դուրս է եկել եզրային գծից, եզրային նետում կիրյացնի Իսպանյան Անդրանիկյանը խաղարկեց եզրային նետումը, մրցավարը ցույց է տալիս, որ պետք է կատարել փոփոխություն Կարծես թե Մարտիրոսյանն է վերադարձել խաղադաշտ Շմբացյանը ներողություն Մուրադյանը կորցրեց գնդակը բայց այստեղ հաղում էր Իսպանիայի երկրորդ համարը Շմբացյան Արկում է չի եզր բայց սա անկումով կանի երկրորդ համարը կրկին երազանց է գործում Գրիգորյանն է Հաղթեցին երկրորդ հարկում իսպանացիները, բայց կորցրին գնդակը Դադիյան շրջանցում է երկուսին, թողնում է Մուրադյանին գնդակը, Անդրանիկյան Ետ փոխանցում Մուրադյանի ուղղությամբ 13 րոպե հանդիպան հիմնական ժամանակի ավարտին Խլում են այստեղ Ռուսաստանի ֆուտբոլիստները վտանգավոր է հարված փակում է Հովակիմյանը Անդրանիկյան փոխանցում Պողոսյանին Չկար կանոնների խախտում ցույց է տալիս մրցավարը Անդրանիկյանը կիրացնի այս տուգանայինը Արկեցին գնդակը Մուրադյան Փոխանցում Պողոսյանին Պողոսյան Մոտենում է դաշտի կենտրոնին Տեղափոխություն Գրիգորյանի ուղղությամբ Գրիգորյան փոխանցում տուգանային հրապարակ Անդրանիկյանն է այստեղ ընդունում գնդակը Անդրանիկյան Թույլ չեն տալիս հարվածել Անդրանիկյանին Պողոսյան Պողոսյան հարված փակված է հարվածի ճանապարհը Անկյունային Դադիյանն է իրացնելու այս անկյունայինը Փոխանցում տուգանային հրապարակ հեռացնում են գնդակը Գրիգորյան հերվից հարված շատ շեղեր այս հարվածը Կայանը գնդակը կմցնի խաղադաշտ ազատ հարվածից հետո Արկեցին գնդակը Ռուսաստանի ֆուտբոլիստները Արաքելյան Փոխանցում ետ Օգտի Հանգավոր գրող կարող է ստացվել այստեղ հարված և Կուզմակովն է փրկում իր թիմին Ուժեղ փոխանցում առաջ Մուրադյանը ստանում է գնդակը Մուրադյան Շրջանցում է պաշտպանին, բայց առաջ է թողնում գնդակը և Քարյանը կվերցնի գնդակը
Գնում է այստեղ Ռուսաստանի հավաքականը և Աբգարյանը։ Դեստը չի խախտել խաղի կանոնները։ Πάει, կամ եք het մեկի հետ, դեպքով գնդակը։ Out էր, ընկեր մրցավա։ Out էր։ Իրացված այս անկյունայինը փոխանցում հեռացնում է գնդակը Անդրանիկյանը, Սմբատյան։ Նում Առաքելյանին, կորցնում է գնդակը այստեղ Առաքելյանը, բայց օգնության է հասնում մյուս պաշտպանը։ Առաքելյան։ Փոխանցում Տուգանային հրապարակ, Աբգարյանն է հեռացնում։ Հովակիմյանը նույնպես դուրս է բերում գնդակը, Առաքելյան, վտանգավոր կարող է ստացվել։ Գերազանց անկում էր այստեղ Գրիգորյանի կատարմամբ։ Հիմա էլ գերազանց էր Աբգարյանի անկումը։ Գնում է Ռուսաստանը, Սմբատյանի ուղղությամբ։ Վտանգավոր կարող է ստացվել։ Շրջանցում է 1-ին, 2-ին, սայթակում է այստեղ Սմբատյանը, հարված և Ուզմակովը փոխել էր գնդակի ուղղությունը և անկյունային։ Սարգսյանն է գնում իրացնելու կարծես թե։ Այո։ Արագ խաղարկեցին գնդակը, Սարգսյան։ Փոխանցում, Անդրանիկյանն է հեռացնում, հիմա էլ Սահակյանը դուրս բերեց գնդակը, Քայան։ Պաշտպանվում է Իսպանիան։ Մուրադյանն է դիմում պրեսինգի։ Հակում են փոխանցման բոլոր ճանապարհները իսպանացիները։ Այստեղ էլ Գրիգորյանը գերազանց է գործում, հեռացնում է գնդակը Գրիգորյանը։ Սահակյանը իհարկե չէր հասնի այս գնդակին։ Սմբատյան հարված և Հովակիմյանն է փրկում։ Ինչպիսի վտանգավոր հարված էր։ Սմբատյանի կատարմամբ։ Եվս մեկ անկյունային կտեսնենք։ Սարգսյանն է գնում իրացնելու անկյունայինը։ Սարգսյան, խաղարկեց գնդակը։ Փոխանցում և անդրադարձից հետո գնդակը կրկին դուրս է գալիս անկյունային։ Իրացված անկյունայինը բարձրից փոխանցում հեռացված է գնդակը։ Հեռացրեցին գնդակը և այժմ կարող է վտանգավոր հակագրով ստացվել Մուրադյան։ Հիմա առաջ Գրիգորյան։ Գրիգորյան այստեղ սխալվում է Գրիգորյանը և հակագրովում է Ռուսաստանը, շատ վտանգավոր գրով կարող է ստացվել։ Փոխանցում Սարգսյանին։ Վտանգավոր է և այստեղ հերոսավոր է գործում։ Աբգարյանը դուրս է բերում գնդակը, եզրային նետում իրացնեն այստեղ Ռուսաստանի ֆուտբոլիստները։
Արկում են գնդակը։ Մի ֆուտբոլիստները եւ այստեղ Կուզմակովը առաջինն է, ուժեղ փոխանցում է առաջ։ Գնդակը ուղարկում է Մուրադյանին։ Մուրադյան կորցրեց գնդակը սխալ փոխանցման հետևանքով Մուրադյանը։ Նորից գրովում են այստեղ Ռուսաստանի ֆուտբոլիստները։ Հարված եւ շեղը։ Եվ Այն նետում կարծես, այո, հարված դարպասից կլինի։ Կուզմակովը ուժեղ հարվածով գնդակը ուղարկում է առաջ։ Սահակյան։ Նոում է Իսպանիան, Մուրադյան։ Թույլ չեն տալիս հարվածելու Մուրադյան վտանգավոր է և դարպասաձողն է փրկում Ռուսաստանին։ Վերազգոլից Մուրադյանի հարվածից հետո հաշված րոպեներ են մնացել խաղավարտին։ Կար կանոնների խախտում այստեղ։ Սմբատյան, Սարգսյան, Սմբատյան, հաշվում է առաջ Սմբատյանը միայնակ և խլում է Սմբատյանից գնդակը չկար կանոնների խախտում։ Մուրադյանն է շտապում առաջ, Հովակիմյան, Հոխանցում, վտանգավոր է Սարգսյան և գնդակը հայտնվում է դարպասում։ Հովակիմյանը վերջի րոպեներին դառնում է գոլային փոխանցման հեղինակ և գոլի հեղինակ է դառնում այստեղ Սահակյանը 3-1։ Իսպանիան կարծես դնում է այս հանդիպման վերջակետը։ Հանդիպման վերջին րոպեներին պարզապես փայլուն հակագրոց ձեռնարկեցին Մուրադյանը, Հովակիմյանը և Սահակյանը միասին։ Եվ վերջ կարծես թե, այո, այսքանով էլ ավարտվում է մեզ մոտ հանդիպումը։ Իսպանիան 3-1 հաշվով կամային հաղթանակ է տանում Ռուսաստանի հավաքականի նկատմամբ։ Շնորհավորում ենք Իսպանիային, այս հաղթանակի կապակցությամբ Ռուսաստանին էլ մաղթում ենք հաջորդ հանդիպումներում հաջողություն։ Շնորհակալություն, որ հետևում ենք մեզ այս խաղի շրջանակներում, ձեզ հետ է մեկնաբան Հերիկ Զալյանը, կհանդիպենք մեգալիգայի ուղի եթերին։
շնորհակալություն եմ խնդրում հարգելի ֆուտբոլասերներ, մեր մոտ տեղավորված չէ հանդիպումը։ Մրցավարը մնացել էր դիտելու տեսակրկնությունը և կարծես թե արձանագրել է դարպասի գրավումը Իսպանիան 3-1 հաշվով հաղթում է և դեղին քարտ այստեղ Սմբատյանին թե սիմուլյացիայի համար Եվ վերջ ավարտված է մեզ մոտ հանդիպումը հարգելի ֆուտբոլասերներ Իսպանիան 3-1 հաշվով հաղթանակ է տանում Շնորհակալություն որ մեզ հետ դիտում եք այս հանդիպումը ձեզ հետ մեկնաբան Հենրիկ Զայլյանը կհանդիպենք մեգա լիգայի ուղի եթերում հաջորդ հանդիպումների շրջանակներում